Ինչ խոսակցություններ են պտտվում փոքրիկի մահվան վարկածներով եւ ինչու գետը ընկնելը անհավատալի է երեխայի ընտանիքի համար։ Այսօր հազարավոր մարդիկ այցելում են փոքրիկ Տիգրանի տուն, ցավակցելու նրա ծնողներին, ընտանիքի անդամներին, գյուղացիներին, եւ կարելի ասել, որ սա ամբողջ հայ ժողովրդի ցավն էր։ Գյուղացիները շարունակաբար պնդում են, որ երեխան ինքնուրույն չէր կարող գնալ եւ ընկնել գետը, կրկին որոշ մարդիկ շրջանառում են երեխային առևանգելու վարկածը, դե առևանգել են, հետո տեսել են, որ ձև չկա եւ երեխային գցել են գետը, մենք բացառում ենք այս տեղեկատվությունը, որովհետեւ նախ չենք կարող հավատալ, որտեղ ոնց կարա դիտակից մարդը 2 տարեկան երեխային գցի գետը փրկվելու համար, եւ հետո կա արդեն վարկած, թե այդ երեխան ոնց է ընկել գետը, որ ճանապարհով է գնացել, ամենահնարավոր վարկածները փրկարար ծառայությունը տվել են։ Հարյուրավոր ծաղկեպսակներ կար նրանց դռան առջև, ամբողջ հայ ժողովուրդը ի սրտե ցանկանում էր, որ երեխան հայտնվի թեկուզ առևանգված, ոչ մեկ չէր ցանկանում, որ երեխային գետից գտնելու լուրը իմանա, բայց փաստացի մենք ունենք այնինչ որ կա, երեխան ընկել է գետը, ծնողները միգուցե դրան չեն ուզում հավատալ, որտեղ դա շատ դաժան վերջաբան է, բայց ուրիշ ապացույցներ, ուրիշ մանրամասներ, կասկածներ նույնիսկ չկա։ Նույնիսկ ինչ-որ 1% հավանականությամբ հետք չկա, որ կարելի է ենթադրել, որ երեխային առևանգել են եւ վերջում, որ երեխային գետից գտան, ոնց էին առևանգել, որ երեխան հայտնվել էր գետում։ Բերել գցել էին գետը երեխային։ Շատերը այսպեսի վարկածները նաեւ շրջանառում ավելի դաժանություն պարգևելով այս այդքան դաժան պատմությանը, բայց մենք կասենք, որ դա այդպես չի։ Երեխան եւ առհասարակ երեխաները իրանք 2 տարեկանում չեն հասկանում ուր գնան, ինչ անեն, իրենց հետաքրքրության ձգտումով շարժվում են առաջ եւ ջրի նկատմամբ միգուցե հետաքրքրություն է եղել եւ երեխան ընկել է գյուղի ջրի կանալը, որը արդեն գնում եւ հասնում է մինչեւ գետ։ Եվ այդ ամենահավանական տարբերակներ, սրա մասին իհարկե ծնողները չխոսեցին, նրանք ասում էին, որ երեխան դեպի գետը գնալու ձգտում երբեք չի ունեցել, բայց մենք ասում ենք, որ երեխան դեպի գետ չի հասել, երեխան ընկել է գյուղի կանալը, որը գնացել է դեպի գետ։ Եվ գյուղացիները ասել են, որ այդ օրերին այդ կանալի ջրերը եղել են ավելի վարար եւ ավելի շատ։ Արդեն գետից որ գտան, գետը ընկնելու փաստը չի կարող հերկվել։ Այն հանգամանքները, թե ոնց ընկավ եւ այլն արդեն անիմաստ են, բայց եւ նաեւ տարածել տեղեկատվություններ, որ գողացել են, հետո գցել գետը, դա սրբապղծություն է, նախ այդ մտածելը, երկրորդ հերթին, որ մենք չունենք նման ապացույցներ, մենք չենք կարող նման տեղեկատվություն նախ ասել կամ նույնիսկ կասկածել, որտեղ ոնց կարան 2 տարեկան երեխային գողանան, չբռնվելու համար տանեն գցեն գետը։ Այսքան ստոր է մեր հայ ազգը, այսքան անասուն մարդիկ կան։ Ես կարծում եմ, որ այդ աստիճանի մենք այս պայդրությամբ Հայաստանի Հանրապետությունում մարդ չեն գտնի, միգուցե կան, բայց այդ գյուղից հեռու են այդ մարդիկ։ Եվ այսպես ուշադրություն, ճիշտ է երեխային գտան, բայց համացանցում թեժանում է իրավիճակը, մարդիկ մեղադրում են էքստրասենսներին խաբեության համար, որոշ մի մասը մեղադրում է երեխայի ծնողներին անուշադրության համար, ծնողներին մեղադրել իհարկե պետք չէ, որովհետև բոլորի հետ կարող է պատահել։ Դա դժբախտ պատահար էր, նորմալ ընտանիք է, նորմալ մարդիկ են, եւ այդ մարդիկ հաստատ նման դեպք իրենց կյանքում չէին կարող պատկերացնել, որ տեղի կունենար, եղել են երեխայի նկատմամբ շատ զգուշ, հոգատար, ուշադիր, բայց մի պահ, երբ որ աչքը թարթել են, արդեն երեխան անհետացած է եղել։ Էքստրասենսները, որոնք փորձում էին իրավիճակը տանել այլ ուղղությամբ, երբ որ ոստիկանությունն ասում է հետքեր չկան, նրանք պնդում էին, որ չէ, երեխային առևանգել են, ծնողներին, հարազատներին հույս էին տալիս եւ գետում որոնողական աշխատանքների վրա
բացասական ազդեցություն էին ունենում փրկարարներ իրենց հույսը մի փոքր կորցրած, բայց շարունակում էին աշխատանքները, որոշները նաև հույս ունենալով, որ երեխային գետից չեն գտնելու, այլ էքստրասենսները ճիշտ են դուրս գալու եւ երեխան լինելու է առևանգված։ Երևի թե դա էր պատճառը, որ որոնողափրկարարական աշխատանքները տևեց 20 օր, որը բավականին երկար ժամանակ է իհարկե, բայց համենայն դեպս գոնե երեխան գտնվեց, շատ ցավալի է, ծանր է իհարկե, որ երեխան գտնվեց գետում, բայց 90%-ով երեխան հենց գետն էլ ընկել էր առաջին իսկ օրվա այդ ամբողջ զննություններից հետո այդ պատկերը ստացավ, թե ոստիկանություն, թե փրկարար ծառայությունը, թե հանրության որոշ մի մաս, որը իրատես է, այլ ոչ թե հեքիաթներով ապրող, բայց բոլորս էլ կուզենայինք, որ երեխան լիներ ողջ։ Այս ընթացքում իրենց հաճախորդներ փնտրող էքստրասենսները, որոնք մեկ ժամվա համար մարդկանցից պահանջում են 50,000 դրամ, էքստրասենսները փորձեցին աչոկներ հավաքել երեխայի պատմության հիման վրա, ասելով, որ երեխան այսինչ տեղն է, այնտեղ է, փնտրել են էքստրասենսների ասած բոլոր վայրերում, որևէ տեղ բնականաբար երեխան չէր գտնվել։ Եվ այս մարդիկ ոնց են կարողանում դրանից հետո մարդկանց խաբել, մարդիկ էլ այցելում են սրանց, գումար են վճարում այս սատանայական ծառայության համար, որը հորինվածք է ամբողջությամբ, որը որևէ ձև չի կարող մարդուն ինֆորմացիա տալ իր ապագայի անցյալի կամ ներկայի մասին, մարդկանց կոչ են կանում հեռու մնալ էքստրասենս կոչվածներից։ Իհարկե միգուցե իրականում կան մարդիկ, ովքեր որ օժտված են ինչ-որ մի տաղանդով, բայց Հայաստանի Հանրապետությունում 90%-ը շարլատաններ են, խաբեբաներ են, եթե կային այդքան ուժեղ էքստրասենսներ, թող գնային եւ ցույց տային, թե որտեղ է գտնվում երեխան գետի որ հատվածում։ Փոխարենը նրանք ընտրեցին տանջել հասարակությանը, ծնողներին, գյուղացիներին, ինֆորմացիան կեղծելով եւ միգուցե նաեւ որոշներ իրանց հավատում էին, օրինակ ծնողները միջև վերջ, դե ծնողներն են հույս ունեին, որ երեխան ողջ կլինի, դա միակ հույսն էր, որ սփոփում էր իրանց, որ ամեն օր գետից երեխային չէին գտնում, դա իրանց համար մխիթարանք էր, որ երեխան կհայտնվի, մեկը նրան տարած կլինի եւ կգտնեն, կվերադարձնեն փոքրիկին, բայց ցավոք սրտի դա այդպես չեղավ, շատ սարսափելի դեպք էր սա։ Հայաստանի Հանրապետությունում արդեն այս դեպքից հետո շատ շատերը այլ կերպ են վերաբերվում իրանց երեխաներին, ուշադրությունը տասնապատիկ ավելացրել են, որովհետև հասկանում են, որ որևէ վտանգից որևէ մեկը ապահովագրված չէ։